Շաբաթական աստղագուշակ։ Նորալուսնից հետո ինչ փոփոխություններ են սպասվում կենդանակերպի նշաններին։ Տարվա վերջին նորալուսինը կարևոր շրջադարձային պահ է աստղաբանական տեսանկյունից։ Դեկտեմբերյան այս փուլից հետո ընդհանուր էներգետիկան աստիճանաբար մեղմանում է, եւ բազմաթիվ լարված գործընթացներ սկսում են հանգուցալուծվել։ Այս պահին հետադարձ շարժման մեջ են գտնվում ընդամենը երկու մոլորակ՝ Յուպիտերը եւ Ուրանը։ Թեպետ դրանք հսկայական ազդեցություն ունեն համաշխարհային մակարդակում, նրանց ազդեցությունը առօրյա կյանքի վրա շատ ավելի մեղմ է, քան օրինակ Մերկուրիի հետադարձ փուլերը։ Աստղերը ցույց են տալիս, որ առաջիկա շաբաթը համեմատաբար կայուն է լինելու։ Շատերի համար սա կլինի անցումային շրջան, նախորդ դժվարություններից դեպի ավելի հավասարակշռված ու կանխատեսելի փուլ։ Այս շաբաթը նաև հնարավորություն է տալիս հանգիստ պատրաստվել նոր տարվան եւ հոգեբանորեն մտնել 2026 թվական։ Խոյ Խոյերի համար շաբաթը կարող է դառնալ իրավիճակների աստիճանական բարելավման սկիզբ։ Թեպետ ձեզ կարող է թվալ, թե վերջին օրերին քիչ բան եք հասցնում, իրականում գործընթացները զարգանում են ճիշտ ուղղությամբ։ Շաբաթվա սկզբում օգտակար կլինի զբաղվել պլանավորմամբ, հատկապես առաջիկա տոնական օրերի կազմակերպմամբ եւ ծախսերի հաշվարկով։ Երեքշաբթի հնարավոր է անսպասելի բախում անծանոթ մարդու հետ, փորձեք չմեծացնել իրավիճակը։ Շաբաթվա կեսին կարող է ի հայտ գալ բոլորին հաջողանալու ցանկություն, սակայն ավելի ճիշտ կլինի այդ ժամանակը նվիրել ինքներդ ձեզ։ Հանգստյան օրերին աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս հեռանալ առօրյա աղմուկից եւ ժամանակ անցկացնել բնության մեջ։ Ցուլ Ցուլերի համար շաբաթը պահանջում է կենտրոնացում եւ ներքին կարգապահություն, սակայն ոչ կոշտ սահմանափակումներ։ Եթե չափազանց կարճ եք ավանին, կարող եք բաց թողնել հաճելի անակնկալները։ Թույլ տվեք ինքնաբուխ որոշումներ ընդունել, հատկապես եթե խոսքը վերաբերում է շփումներին եւ հրավերներին։ Շաբաթվա առաջին օրերին խորհուրդ է տրվում ավարտին հասցնել այն գործերը, որոնք երկար ժամանակ ձգձգվում էին։ Իսկ երկրորդ կեսին կենտրոնացեք ստեղծագործական գործունեության վրա։ Մշակութային միջոցառումները կամ ընկերական հավաքները կարող են նոր շունչ հաղորդել ձեր սիրային կյանքին։ Հանգստյան օրերին ցանկալի է խուսափել վիճաբանություններից։ Երկվորյակ Երկվորյակների համար սա շատ շարժուն եւ հագեցած շաբաթ կլինի։ Ձեր միտքը արագ կգեներացնի նոր գաղափարներ եւ կարեւոր է դրանք չանտեսել։ Շաբաթվա սկզբում ուշադրություն դարձրեք ձեր հեղինակությանը եւ այն կերպարը, որը ձևավորում եք շրջապատում։ Չորեքշաբթի բարենպաստ է արտաքին փոփոխությունների, ոչ հագուստ տեսք։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեր օգնության կարիքը կարող է ունենալ այլ մարդիկ, ձեր խորհուրդները վճռորոշ դեր կարող են խաղալ։ Հանգստյան օրերին փորձեք լիարժեք հանգստանալ եւ վերականգնել ուժերը։ Խեցգետին Խեցգետինների համար շաբաթը կարևոր է ներքին մաքրում իրականացնելու տեսանկյունից։ Խորհուրդ է տրվում հրաժարվել այն ամենից, ինչ այլևս ձեզ չի ծառայում՝ հին իրերից, անօգուտ կապերից եւ ծանր մտքերից։ Միևնույն ժամանակ կարևոր է պլանավորել հաճելի պահեր առաջիկա տոների ընթացքում։ Շաբաթվա կեսին նոր ծանոթությունները կարող են հետաքրքիր հեռանկարներ բացել։ Շաբաթվա վերջում նվազեցրեք պարտավորությունների քանակը եւ ժամանակ տվեք ինքներդ ձեզ։ Առյուծ Առյուծներին սպասվում է համեմատաբար հավասարակշռված շաբաթ։ Շաբաթվա առաջին օրերին շփումները եւ հանդիպումները շատ կլինեն, ինչը կարող է հոգնեցուցիչ թվալ։ Փորձեք չկորցնել էներգիան մանրուքների վրա։ Ուրբաթ օրը ցանկալի է զգուշությամբ վերաբերվել ֆինանսական հարցերին եւ խուսափել պարտքերից։ Հանգստյան օրերին լավ կլինի ժամանակ անցկացնել ընկերների հետ, սակայն կիրակի օրը ավելի նպատակահարմար է նվիրվել առողջությանը եւ հանգստին։ Կույսերի համար շաբաթը հուզական առումով փոփոխական կլինի։ Մի կողմից ակտիվության մեծ պաշար, մյուս կողմից հոգնածություն եւ մեկուսանալու ցանկություն։ Փորձեք խուսափել ծայրահեղություններից եւ պահպանել հավասարակշռություն։ Շաբաթվա սկզբին օգտակար կլինի կարգի բերել սննդակարգը եւ առօրյան։ Շաբաթվա կեսին ձեր խոսքը կարող է ազդեցիկ լինել, իսկ երկրորդ կեսին կարևոր է ճիշտ բաշխել ժամանակը եւ ուժերը։ Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք տոնական կազմակերպչական հարցերին։ Կշերքները այս շաբաթ կարող են չափազանց լուրջ վերաբերվել աշխատանքին, մոռանալով անձնական կյանքի մասին։ Փորձեք հիշեցնել ձեզ, որ վերականգնումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունները։ Շաբաթվա առաջին օրերին ձեր օգնությունը կարող է անհրաժեշտ լինել ուրիշներին։ Շաբաթվա երկրորդ կեսին գրի առեք գաղափարները, դրանք կարող են օգտակար լինել նոր տարում։ Հանգստյան օրերին խուսափեք ռիսկային զվարճանքներից։ Կարիճների համար շաբաթը պահանջում է չափավորություն։ Մի ստանձնեք ավելորդ պարտավորություններ եւ թույլ մի տվեք, որ ձեր բարությունն օգտագործեն։ Շաբաթվա կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ կամ հրավերներ։ Ուրբաթ օրը զգուշացեք ընտանեկան լարված իրավիճակներից։ Հանգստյան օրերին ցանկալի է խնայողաբար մոտենալ ծախսերին եւ նոր ծանոթություններին։ Աղեղնավոր
Աղեղնավորները շաբաթվա ընթացքում կզգան ուժերի եւ լավ ինքնազգացողության աճ։ Սա հիանալի ժամանակ է նախաձեռնողական լինելու համար։ Շաբաթվա սկզբին հեշտությամբ կհամոզեք մարդկանց։ Շաբաթվա կեսին կարգի բերեք առօրյան եւ հետաձգված հարցերը։ Շաբաթվա վերջում լսեք ձեր ինտուիցիային եւ փորձեք ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ։ Այծեղջուր։ Այծեղջուրների համար կարևոր է բացահայտ արտահայտել զգացմունքներն ու ցանկությունները։ Թեպետ շաբաթվա սկզբին ինքնավստահությունը կարող է տատանվել, մի հետաձգեք կարևոր քայլերը։ Շաբաթվա կեսին թվերի եւ փաստաթղթերի հետ աշխատանքը հեշտ կստացվի։ Հանգստյան օրերին կենտրոնացեք անձնական հարաբերությունների բարելավման վրա։ Ջրհոս։ Ջրհոսներին սպասվում է զգացմունքային շաբաթ։ Խուսափեք հապճեպ որոշումներից եւ կտրուկ խոսքերից։ Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է ստեղծագործական աշխատանքի համար։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող է անհրաժեշտ լինել արագ փոխել ծրագրերը։ Հանգստյան օրերին նոր ուտեստների փորձարկումը լավ տրամադրություն կստեղծի։ Ձկներ։ Ձկների համար շաբաթը կանցնի շփումների եւ տոնական պատրաստությունների ներքո։ Անցյալից եկող մարդիկ կարող են հիշեցնել իրենց մասին, սակայն զգուշորեն վերաբերվեք նրանց։ Շաբաթվա կեսին հնարավոր է նոր աշխատանքային առաջարկ։ Շաբաթվա վերջում հաճելի պահեր են սպասվում անձնական կյանքում։ Թույլ տվեք ինքներդ ձեզ փոքր ուրախություններ։ Ընդհանուր վերլուծություն։ Տարվա վերջին նորալուսնից հետո ձևավորվող աստղաբանական պատկերը վկայում է աստիճանական կայունացման եւ լարվածության նվազման մասին։ Վերջին ամիսներին կուտակված հոգեբանական եւ գործնական ծանրաբեռնվածությունը սկսում է մեղմանալ, ինչը հատկապես նկատելի կլինի առօրյա որոշումների, շփումների եւ ներքին վիճակի մակարդակում։ Շրջապատող էներգիան դառնում է ավելի կանխատեսելի, իսկ իրավիճակները կառավարելի։ Ներկայումս հետադարձ շարժման մեջ գտնվող Յուպիտերն ու Ուրանը մեծ ազդեցություն ունեն երկարաժամկետ գործընթացների վրա, սակայն չեն ստեղծում այն քաոսային վիճակը, որն առավել բնորոշ է Մերկուրիի հետադարձ փուլերին։ Սա նշանակում է, որ չնայած փոփոխությունները կարող են լինել դանդաղ կամ անսպասելի, դրանք ավելի շուտ կառուցողական են, քան խանգարող։ Շաբաթը հարմար է վերանայման, ամփոփման եւ անցած տարվա փորձից դասեր քաղելու համար։ Ընդհանուր առմամբ շաբաթվա էներգետիկան նպաստում է հին խնդիրների հանգուցալուծմանը, հարաբերությունների վերաիմաստավորմանը, անձնական սահմանների վերականգնմանը, հոգեբանական թեթևացմանը։ Շատ նշանների համար սա կլինի ներքին հավասարակշռության վերականգնման փուլ, երբ այլևս չկա անհրաժեշտություն անընդհատ պայքարելու կամ ապացուցելու սեփական արժեքը։ Փոխարենը առաջ է գալիս գիտակցված ընտրությունների եւ ներքին վստահության թեման։ Ֆինանսական եւ աշխատանքային ոլորտներում խորհուրդ է տրվում չշտապել կտրուկ քայլերի, այլ կենտրոնանալ այն բանի վրա, ինչը արդեն ձևավորված է։ Սա հարմար ժամանակահատված է պլանավորելու 2026 թվականի առաջնահերթությունները, վերագնահատելու նպատակները եւ ազատվել ավելորդ պարտավորություններից։ Զգացմունքային մակարդակում շատերի մոտ կարող է ի հայտ գալ հոգնածության հետքեր, սակայն դա ոչ թե անկում է, այլ բնական արձագանք երկարատև լարվածությունից հետո։ Ճիշտ մոտեցման դեպքում շաբաթը կարող է դառնալ վերականգնման եւ ներքին խաղաղության սկիզբ։ Ընդհանուր խորհուրդն այս շրջանի համար պարզ է։ Չպայքարել հոսքի դեմ, այլ լսել այն, ինչ հուշում է իրավիճակը։ Նորալուսնից հետո բացվում է մի փուլ, որտեղ փոքր, բայց գիտակցված քայլերը կարող են ավելի մեծ արդյունք տալ, քան ուժային ճնշումը։ Այս շաբաթը խորհրդանշում է ոչ թե ավարտ, այլ անցում, դեպի ավելի հանգիստ, կառուցողական եւ կայուն շրջան, որը հիմք կդառնա 2026 թվականը ավելի վստահ եւ հավասարակշռված սկսելու համար։